Ասել եմ առաջ ներկայացնել դիմում։ Ինչ? Դիմում ով է դիմել։ Ես ներկայացած դիմեցա։ Դիմել չէ։ Ես աշխարհան հասցրել։ Հաջող։ Դիմումով դիմել է։ Հիմա ունենք կարգավիճակ։ Այդ փաստաթուղթը ստացել է։ Կարող է ինչ-որ տեղ չեմ։ Ասել հարցի պատասխանը ստացա։ Էս դիմում առաջին դեպք չի։ Ինձ առաջին դիմումը չի։ Պատոժն դա ես ուզում եմ հիշատակում անել, նախորդ անգամ այսօր նշեց, որ դիմումը ներկայացել եմ, սակայն ես նշել եմ, որ պետք է դիմումը առաջի անգամն է, քանի որ անձնագրավորվում, պետք է դիմումը ձևակերպի անձնագրավորման համար սահմանված կարգով, այսինքն անձնագիր տրամադրվի, նկարը տրամադրվի, ինչպես որ նշված է քաղաքացիության մասին օրենքի 13-րդ հոդվածով, հաստատի, այսինքն դիմումը ի սկզբանե ձևակերպել է այնպես, որ միգրացիայի քաղաքացիության ծառայությունը չի հասկացել, թե դու քաղաքացիություն ստանալու համար դիմում եք ներկայացնում, թե ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու համար։ Իրանք լավ են հասկացել են, իրանք խաղում են կատարել որոշման այն կետին, որով սահմանվում է առաջի անգամ մասնագարավորողները, բայց ես առաջի անգամ չի, դրա համար ասել եմ, այդ կետը ինձ հետ вообще կապ չունի, ընդհանրապես։ Եվ հիմք չի, առհասարակ որևէ կետ հիմք չունի, անհիմն է որևէ իրանց դիրքորոշումը։ Դրա համար լսումների ժամանակ իրանք նույնիսկ չեն անդրադարձել այն կետի, որի համաձայն մերժել են սկզբնական դիմումս։ Լավ, այսինքն ամփոփելով ես ամեն ինչը հասկանում ենք, որ ձեզ տվել են ժամանակավոր պաշտպանության վկայական, վերջի բողոքի արդյունքում տվել են ժամանակավոր պաշտպանության վկայական, բայց որպես նոր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու դիմում չեն քննարկել փաստով։ Ես դες դիմում չեմ գրել։ Սկզբից փաստացի տենց են իրենք ընդունել, որտեղ քաղաքացիության մասին օրենքի 13-րդ հոդվածն է հիշատակում արել։ Կներեք, բայց հիշատակելն ու դրա հիման վրա մերժելը տարբեր բաների իսկ կան շատ բաներ հիշատակեն, բայց մերժել մի ուրիշ կետի վրա։ Դա շատ հաճախ է անջալոց հայցանումներ գրելուց բայց մերժել է այլ ինքում, այն ինքում ինչով մերժել է, ես դա բողոքարկման ժամանակ ասել եմ, դա հիմք չի կարող հանդիսանալ, իրանք համոզվել են ինձ հետ, համաձայնվել են։ Ես ասել եմ, ես չեմ վիճարկել իրանց տրամադրած այդ կարգավիճակի իրավական կողմը լինելը, կողմ չլինելը, ես ընդհանրապես չեմ վիճարկել, սեմ տվել եմ, ձեր ցավն տարան, շնորհակալություն, կարգավիճակ կա, խնդիր չի։ Այլ հարցեր։ Ոչ։ Շնորհակալություն, ողջույն, խնդրեմ, ձեր բացմախոսքը։ Ըստ էության հայցատուի պատասխանով ներկայացել ենք ամբողջությամբ, պատվաժում լրտման սահմանապահ զորքերի մասին օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, սահմանապահ զորքերի մասին օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի եւ ենթագետերի համաձայն, պետական սահմանի մասին օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, պետական սահմանը անձանց թույլ չեն տալիս պետական սահմանամասն Հայաստանի Հանրապետության տարածք կամ Հայաստանի Հանրապետության տարածքի մուտքը կամ տարածքի ելքի իրավունքով համապատասխան փաստաթղթը չունեցող անձանց մինչև նրանց պետական սահմանը հատելու իրավունքով փաստաթղթերի պաշար ձևակերպումը։ Դրա դեպքում այս օրը Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ցանկացել է հատել 2024 թվականի մարտի 27-ին, որը Բագրատաշեն անցման կետով, որտեղ սակայն հատելու ժամանակ ծառայության սահմանապահ զորքերի ծառայողների կողմից արգելվել է վերջինս հատել պետական սահմանը, հայցվորի կողմից 070 ծածկակով անձնագիր միասին ժամանակավոր պաշտպանության վկայական չներկայացնելու պատճառով։ Մեջբերել ենք ճիշտ է, դուք եք խնդրում, որ չեք ներկայացրել վկայական անհանգստացնում, ես մի քանի անգամ ասել եմ սահմանապահ այդ կետում, որ ես հատում եմ ոչ թե որպես ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող տակ գտնվելու կարգավիճակ ունեցող անձ, այլ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մեկնաբանում այլ ուզում ասեմ, այդ բանը թողնեմ։ Մեջ ունենք, թե չէ։ 24 թվականի մարտի 27-ին ո՞նց է կարգել պետական սահմանը։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է ինչ փաստաթղթ եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր։ Քաղաքացու անձնագիր 070 կոդով։ Հասկանում, այո, այս փաստերի վերաբերյալ մենք չունենք վեճ, այսինքն փաստական վեճ, ըստ մեր դիրքորոշմանը, դեռ կարևոր նշանակություն ունի, թե ո՞ր կարգավիճակով է կեսօրտվել հասկանալի է, վեճերությունը դա է։ Հասկանում ես հարցում հասկանալ վեճ ունենք, թե շարունակենք։
2023 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունվել է Լեռնային Ղարաբաղի զորքի տեղահանված ժամանակավոր պաշտպանության տակվերձը ժամանակավոր պաշտպանության ստատուս փաստականի անձնահատկացող փաստաթղթի նկարագիրը եւ դրա տրամադրման կարգ հաստատելու մասին 1064 կառավարության որոշումը, որի համաձայն ժամանակավոր պաշտպանության տակ են վերցնում ի թիվս այլի Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվարկներով անցնող անձինք։ Որոշմամբ սահմանվել է, որ որոշման առաջին կետում նշված ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք փաստականի եւ ապաստանի մասին օրենքի 62-րդ հոդվածի առաջին մասնյուրով ճանաչվում են փաստական։ Որոշմամբ հաստատել է նաև ժամանակավոր պաշտպանություն ստացած փաստականի անձնահատկացող փաստաթղթի նկարագիրը, իսկ որոշման առաջին հավելվածի առաջին կետով սահմանվել է, որ ժամանակավոր պաշտպանություն ստացած փաստականի անձնահատկացող փաստաթղթի անձնագիրը, որի նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 98 թվականի 821 որոշմամբ հաստատված անձնագիր նկարագիրին, սակայն ծածկագիրը տպագրվում է կամ տպագրված է բացառապես 070 ծածկագրով եւ ժամանակավոր պաշտպանության վկայականում։ Տվյալ դեպքում հատկանշական է այն հանգամանքում, որ որոշման առաջին հավելվածի երկրորդ կետի համաձայն նույն հավելվածի առաջին կետով սահմանված փաստաթղթերը, այսինքն անձնագիրը, որը ծածկագիրը 070 ծածկագրով է եւ ժամանակավոր պաշտպանության փաստականի վկայականը սահմանված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս եւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս վավեր են միասին գործածելու դեպքում։ Այսպիսով ունեցել սահմանել, որ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն է իրենց իրավունքների հասնելու համար, մասնավորապես հրը տարածքից դուրս գալու համար, հնարավորինս միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունից պետք է ձեռք բերեն անձը եւ կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, որի ձևը եւ նմուշը սահմանվել է որոշման առաջին հավելվածի առաջին կետով։ Տվյալ դեպքում Սահմանության 39-րդ հոդվածի համաձայն մարտազատ է անելային ամենը ինչպես չի խախտում այլոց իրավունքները եւ չի արգասում Սահմանությանը։ Սահմանության 39-րդ հոդվածով ամենից պահանջնարային, որ պարտականությունները պետք է սահմանված լինեն օրենքով, ինքնանպատակ չէ, ուստի չի կարող ձևական բռնի գրել, ինչը նշանակում է, որ մարդու համար պարտականություն սահմանող օրենքը պետք է բավարարի հստակություն, կանխատեսելիության, հաշվետվության որակական հատկանիշները, որպեսզի անձը կարողանա ճիշտ կողմնորոշվել օրենքով իրենց ակնկալող պահանջող վարկածի հարցը։ Վերոշարյալի լույսի ներքո, ինչպես նաև որոշման հիշյալ եւ փաստական եւ ապաստանի մասին օրենքի 62-րդ հոդվածով համարվելված կարգավորների համադրման արդյունքում գտնում ենք, որ նորմատիվ իրավական ակտով որոշման համապատասխան անձանց Լեռնային Ղարաբաղի զորքի տեղահանված հայ բնակչության համապատասխան վարկածի հնարավոր ձևերից մեկի ընդունության հնարավորությունը չբացառելու պայմաններում ըստ էության համապատասխան պարտականություն ենթադրող պահանջի սահմանումը օգնում է փաստական եւ ապաստանի մասին օրենքի հիշատակված կարգավորների, քանի այն վերաբերել է փաստական եւ ապաստանի մասին օրենքով ամրագրված համապատասխան անձանց շրջանակին։ Ընդգրկում է փաստականների եւ ապաստանի մասին օրենքով սահմանված վերհիշատակված հիմքերի եւ ծավալները։ Հետևաբար հիշյալ արդի համատեքստում որոշման վիճակող իրավակարգավորները սահմանության 47-րդ հոդվածի համապատասխանության առումով հնարավոր չէ։ Հատկանշական է, որ որոշումը եւ որոշման նախատեսված կարգավորումը ուղղակի օգնում է փաստականների եւ ապաստանի մասին օրենքի դրույթներից, ինչի վերաբերյալ համապատասխան կողմը կատարած որոշման նախաբանը։ Պատժեն դատարան ազգային անվտանգության ծառայությունը իր գործառույթները իրականացնում է Սահմանության 6-րդ հոդվածով, վարչարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի 4-րդ հոդվածով։ Վերջինս իրենց գործողությունները ազատ չեն, նրանք կարող են միայն իրականացնել օրենքով եւ Սահմանությամբ ամրագրված իրենց գործառույթները։ Տվյալ դեպքում հաշվի առնելով, որ հայցողը պետական սահմանը անցնելուց ունեցել է 070 ծածկագրով 1998 թվականի կառավարության որոշման 821 որոշման անձնագրի նմուշի ձև միաժամանակ չի ունեցել վկայական, որը որ 1064 կառավարության որոշման է սահմանված, թույլ չեն տվել հատելու պետական սահմանը։ Նախորդ տասնական դատական նիստի ընթացքում ես նշել եմ Մարտիրոսյանի եվրոպական դատարանի Շիրակով եւ այլոք ընդդեմ Հայաստանի, նշել եմ որտեղ որ նշված է, որ այլ եղել է պայմանագիր, միաժամանակ այնտեղ նշված է, որ կողմերը համաձայնում են, որ սույն հոդվածի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի Հանրապետության անձնագիր ձեռք բերելը նրանց չի շնորհում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ղեկավարելով դատական օրենսգրքով պատասխան դատան տվյալ դեպքում պատասխանող կաշկանդված չէ մեջբերելու Մարտիրոսյանի եվրոպական դատարանի որևէ որոշում, տվյալ դեպքում հաշվի առնելով, որ գործը հասանելի է, ուստի ազգային անվտանգության ծառայությունը մեջ է բերել Շիրակովի եւ այլոք ընդդեմ Հայաստանի վճիռը, որտեղ որ նշված է հենց այդ փաստի վերաբերյալ։ Մնացած մասով պատասխան դատարան ըստ էության հայցածի պատասխանը ներկայացրել է, իսկ ինչ վերաբերում է հայցվորի Հայաստանի Հանրապետություն քաղաքացիություն լինելու, պատասխան դատարան մենք
միջնորդություն ենք դրա վերաբերյալ ներկայացրել, որ միգրացիայի քաղաքացիության ծառայությունը կարող է հատին պատասխանել, այսքան է, ինչպես որոշի դատային Միջնորդությանը նախ դատական լիստով անդրադառնում պատահարում է դատական միջնորդների, որովհետև խնդրի առարկայի վերաբերյալ կապակցությամբ միգրացիայի քաղաքացիության ծառայությունը որպես շահարկելված չի կարող հանդեսվել, ընդհանրապես դիտորոշում ներկայացնում, դիտորոշումը ըստեյության հարցվել է հարցերի մեջ հարգելի պատասխանող, այդպես էլ ես չհասկացա ձեր դիրքորոշումը հողում եք կատարում միգրացիայի, բայց դուք չեք ասում կոնկրետ դուք, որպես պատասխանող դիտարկում եք Մարատ Սերգեյ Եգանյանին եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի համաձայն եք, որ կարգավիճակ ունի, թե ոչ ունեք համապատասխան ծանրակշիռ փաստեր, որովհետեւ մասնագիր ես ըստ էության օրենսդրությամբ հանդիսանում է փաստ։ Ուզում դրանից ճիշտ փաստեր ունեն եւ բավականին ծանրակշիռ։ Բավարար ծանրակշիռ։ Բավարար դատան նշեք, որ Այսօր այնպատում են, որ վերջինս անձնագիրը համապատասխանում է կառավարության 98 թվականի դեկտեմբերի 25-ի Հայաստանի Հանրապետության անձնագրային համակարգի կանոնադրությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկատելի հաստատելու մասին 821 որոշման առաջին կետով հաստատված անձնագրի համակարգի կանոնադրության եւ քաղաքացու անձնագրի նկատելի, ապա նշված փաստական հանգամանքը ազգային անվտանգության ծառայությունը համարվում, քանի որ ինչպես արդեն նշվել, թեև այսօրի անձնագրի համապատասխանում է հիշատակված որոշման պահանջների, սակայն ընտրվել է 70-70 ծածկակով ծառայությունը մարգարտեվկատության համաձայն չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Վերջինս միայն 070 ծածկագրով անձնագիրը եւ նրա ժամանակով պաշտպանության ստացած փաստականի անձը հաստատող փաստաթղթերից մեկն է ոչ թե նրա Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու հանգամանքը հավաստով եւ Հայաստանի Հանրապետությունը երկիրան տող փաստաթղթ։ Ես չլսեցի ինքը որն է։ Ձեր եզրակացություններն են հասկանում, որ օրենքի վրա չեք հիմնել, ճիշտ եմ հասկանում։ Օրենքի վրա հիմնվել է։ Որ օրենք, այլ ուզում հասկանալ, ես կարող եմ բաց խմել այդ բանը։ Տեսեք, որոշման 10-64 կառավարության որոշումը նշված է։ Այդ ասենք թեև ուրիշ որոշումով ուրիշ բան նշված։ Չէ, որոշման կառավարության 10-64 կառավարության որոշումը ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անձնագրերը միայն չի հանդիսանում 070 ծածկագրով անձնագիրը։ Այնտեղ նշված է, որ նաև պետք է լինի ժամանակավոր պաշտպանության վկայականը, որը որ հանդիսանա անձը հաստատող փաստաթուղթ եւ որը որ անձին թույլ կտրվի Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատել։ Հայ առաջի նախադասությունը որ ասացիք, միայն չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը, այդ կետը կարա ցույց տալ այդ որոշման մեջ։ Ուզում եմ ասել, բացառման պահը կա։ Մի նկատումներ չի հանդիսանում անձը հաստատող Չէ, հարգելի դատարան, սահմանադրությամբ, բազմաթիվ որոշումներով դատարանի որոշված է, որ 070 ծածկագրով անձնագրերը քաղաքացու անձնագրեր։ Հիմա ես ուզում եմ հասկանալ։ Նիստը հրավիրել, որպեսզի ձեր հարցը լսեն։ Բայց հարցը որոշում առաջին հավելվածի առաջին կետով ժամանակ է, որ ժամանակով պաշտպանություն ստացած փաստականի անձը հաստատող փաստաթուղթը անձնագիրը, որի նկարագրով նշված է, որ 070 ծածկագրով է, եւ ժամանակով պաշտպանության փաստականի վկայական։ այդ Այսինքն անձը հաստատող փաստաթուղթը դա դեպքում հանդիսանում է եւ անձնագիրը եւ ժամանակով պաշտպանության վկայական դրանք միասին գործածելու դեպքում։ Երկրորդ հարցն է դա։ Ես հետո հղում եք կատարել 2023 թվականի որոշմանը, ուրեմն եւ ասում եք, որ ըստ այդ որոշմանը ես չեմ հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ուրեմն երկու տարբերակ կա։ Կամ ես միջև այդ որոշումը ընդունել եմ, եւս չեմ հանդիսացել Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Կամ այդ որոշման մեջ ինձ զրկել Հայաստանի Հանրապետության։ Հա, իրան եմ ուզում, ես հիշում եմ, որ հա, որ տարբերակն է։ Ըստ ձեր մեկնաբան, դուք բավականին հետաքրքիր ձեւով մեկնաբանեցիք։ Ինչ կարծիք ունեք, մինչև 23 թվականը քաղաքացի է հանդիսացել թե ոչ։ Եվ ինչի՞ փոխ։ Եվ կարող եք կարծիք ունենալ, կարող եք չունենալ։ Բայց դա կարևոր է, Իհարկե կարևոր է։ Մինչև 2023 թվականը պատվաժան դառնում է հաշվի առնելով, որ ինչպես մատվիրան թե եվրոպական դատարանում կա որոշում, այնպես էլ ինչպես նախկինում նշեցի պայմանագիր, տվյալ դեպքում չեն հանդիսացել Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սա հա, այդտեղ որ որոշման մեջ, այդտեղ որոշում, որտեղ հղում ակատարում, շիրակով այդպես նշված է, որ մինչև 1000 հոգու են տրամադրել այդ ձեր ասած տարբերակով անձնագրերը։ Կա ունեք փաստեր, որ մինչև 1000 հոգու մեջ տրամադրել են այդ
անձնագրերը այդ տրամադրել ձևով ընդրված են նաև ես, որևէ փաստ ունենք կարող ներկայացնել մեզ եւ դատարանին։ Ոչ։ Երկրորդ հարցը։ Ունենք որևէ փաստ, այդ նույն որոշման մեջ հաշված, 13-րդ կետին համաձայն, որ այդ փաստաթղթերը, որ տրամադրվել են, չեն հանդիսանում անձնահաստատող փաստաթղթ։ Հայաստանի Հանրապետության տարածքում տենց է գրված, ես այդ նույն որոշման մեջ է գրված։ Եթե չեք ծանոթացել, կարող եմ տրամադրել մի օրինակը, որ ծանոթանաք։ Ես դատարանում տրամադրել եմ անձնագրություն, ինչու չեք ասել, որ եթե դուք գիտեիք, որ այդ որոշման համաձայն, ինչու չեք ասել, հարգելի դատարան, այս փաստաթղթը չի կարող հանդիսանալ։ Հարգելի դատարան, բայց ինչի չի վերաբերվում, հաղում է կատարում մի որոշման, որի համաձայն ես ընդհանրապես որի հնարավորություն չունեմ Մենք մի հատ հարցել եմ, այս նույն որոշման մեջ նշված է, որ տրամադրվում է այդ կարգով անձնագրերը բժշկության կամ զբոսնության համար։ Ունեք որևէ փաստ, դատարանը կարող է ներկայացնել որևէ փաստ, որ ես Մարացեկի Եգանյանս դիմել եմ նման խնդրանքով, այդ խնդիրներով, դիմել եմ որպեսզի տրամադրել հենց դրա համար այդպիսի փաստաթղթ։ Հարգելի այսօր պարտադիր պայմաններ դա։ Այո, ծանոթացեք որոշման հետ, ես ուղղակի մի մասն եք ծանոթացել։ Նշված է ուրեմն, թե ինչու են տրվել տվյալ դեպքում 18-820 կառավարության որոշման նկարագրիչ ձևին նմանվող անձնահաստատող փաստաթուղթ, դա ազգային անվտանգության ծառայություն չի կարող պատասխանել։ Ես միայն կարող եմ իրավասություն պատասխանել, երբ որ այն ժամանակ, մինչև դեռևս 1864 կառավարության որոշումը 821 կառավարության որոշմամբ անձնագրի նկարագրիչ ձևին համապատասխան անձնահաստատող փաստաթուղթ ներկայացվել են սահմանապատ զորքեր, տվյալ դեպքում հիմք է հանդիսացել քաղաքացուն, որ հանդիսացել է ներկայացնող անձը, թույլատրել պետական սահմանը հատել։ Թե ինչու համար են դա տրվել, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Հա, մոտ 100-200 հատ որոշում կա դատարանին, խնդրեմ, որտեղ 070 ծածկագրով անձնագրերի տերը Արցախի Հանրապետության քաղաքացիները ճանաչվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կրող անձինք։ Ես խնդրեմ, ես գործի կցեք, որպեսզի մեր հայկական դատարանները, անձամբ չի բողոքարկված, այսինքն ձեր տեսակետը մի տեսակ ոչ միայն չի համապատասխանում եվրոպական դատարանին, նաև այս կարծես թե, որովհետև դատարան ես հարցը չեմ ընդհանրել, ես նկարագրում եք։ Ընթացքը ես ես նորից գացնեմ, որովհետև հասկանում, բացմախոսքերը ամեն կողմը բացմախոսքերը հարցեր է տալիս, ձեր հարց տալիս։ Ես երկար հարցեր եմ։ Հարց տալիս նրանը, որպեսզի դուք կարողանաք ձեր պաշտպանական ռազմավարությունը։ Շատ բարի, Դուք հարցը խառնել եք ամբողջ ճարի։ Հարցը տալեք, որպեսզի դրա հարցս երկար է, պետք է որպեսզի հարցս Ինչպես կբացատրեք, որ դատարանները 102 անգամ, եթե չեմ սխալվում 102, կարող է ծանոթանալ, ուղղակի մեծածավալ է, դրա համար Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում կա։ Առաջացանի դատարանի որոշում կա, վճռաբեկ դատարանի որոշում Հարցը ինչու է կարող, ինչպես կմեկնաբանեք առաջացանի դատարանի ուժը չվերնական Հարցը դեչին վերաբերի չէ, հաջորդ Այդպես, դատարանը հանում է հարցը, հաջորդ հարցը Այսինքն որոշ քաղաքացիների 070 կոդով տանորմալ է, մի չէ։ Այսինքն ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը չի կարող ներկայացնել դատական ակտերի որոնողությունը եւ դրանց տրամադրման հիմքերը, հաջորդ հարցը։ Հարգելի դատարան, ինձ համար հասկանալի է, դատարանում ազգային անվտանգության ծառայողը եկել ասում է 070 ծածկագրով անձնագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրերը չէին, բայց առնվազն 102 հատ օրինակ ունեն, որ տենց դատարանի կողմից հաստատված։ Թե ինչպես չի դատիերբերելի, ձավար տեսակ անհասկանալի է բարարկում է հարցի վերաբերում։ Երկրորդ պահ։ Ինչպես արդեն նշվել են, բայց այս դատականիստի ժամանակ չի, նշել են 2003 թվականին երկու գիծ 927 քաղաքացիական գործով նախագահական ընտրությունների 2023 թվականի մարտի 5-ի ընտրությունների արդյունքները վիճակելու վերաբերյալ
դատական նիստի ընթացքում անձնագրային ծառայությունը ներկայացրել է դիրքորոշում ճիշտ հակառակ, որ հղում կատարելով համատեղ որոշմանը 1919 թվականի Հայաստանի Հանրապետության պատասխան որոշմանը հղում կատարելով ասել է, որ միասնականությունը սահմանվել քաղաքացիության հարցով և Արցախի բոլոր բնակիչները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Այսինքն դա ճանաչվել է նաև և հղում կատարվել է ձեր ասած վճռաբեր կատարանը։ Չգիտեմ, տեղյակ թե չէ, խաղվածքը կարող են մի օրինակատար ծանոթանալ, խնդրեմ ես օրինակը դեզ եք տրամադրում, այս խաղվածքի մի օրինակը ձեր եք տրամադրում, որպեսզի ծանոթանալ, ես մի երկու բան մեջ կբերեմ ընթացքում։ Տեղյակ եք դուք դա թե չէ, և եթե տեղյակ եք ինչպես կմեկնաբանեք, որ անձնագրային ծառայությունը նման դիրքորոշում արվում 2023 թվականին։ Համապատասխան հղումներ կատարելով և հռչակագրի անկախության, և սահմանադրության, և 1995 թվականի քաղաքացիության մասին օրենքի համապատասխան կետի, որտեղ արցախցիները ճանաչվել են ճանաչման կարգով են հանդիսացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ծանոթ եք ներկայացված փաստաթղթերին։ Դիրքորոշում կարող եք հայտնել։ Այո։ թվի Արցախում փետրվարի 28-ին տեղի ունեցել համապատասխան Հայաստանի Հանրապետությանը միավորվելու որոշումը, ընդ որում դրանից հետո Պատասխան դատան 1988 թվականի Հայաստանի Հանրապետություն չի եղել։ Ուստի տվյալ դեպքում ԽՍՀՄ ժամանակում կնքված համաձայնագիրը չի կարող Հայաստանի Հանրապետության համար հիմք հանդիսանալ, որպես Հայաստանի Հանրապետություն քաղաքացու անդամի ճանաչելու համար։ Տվյալ դեպքում հակառակ վերոնշյալ համաձայնագրի առկա եղել 1999 թվականին կնքված համաձայնագիր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների տրամադրող անձնագրերի վերաբերյալ, այսինքն ըստ էության ավելի ուժի մեջ մտած համաձայնագիրը ավելի բարձր է, քան դեռևս Հայաստանի Հանրապետություն չհռչակված մեկ այլ համաձայնագրի հետ, որը ըստ էության դեռևս չեմ հասել ուսումնասիրել, թե ինչ է նշված այդ համաձայնագրում։ Ազգային ժողովի մարմինն է ծախտը, դրով սահմանադրություն ասել։ Լավ կողմ ուսումնասիրի, օրինակ ձեզ կարողանում ուսումնասիրի, այդ հասկանում չի, դա փոքրիկ չեմ իստանալն, հա։ Всё, այս պայմանությամբ մի տարգերի պատասխանով, մի բան այդ անձը ունեցել է ակնհայտ է և անմիջելի, որ 070 անձնագրով, ծածկագրով անձնագրեր ունեցող արցախցիները հանդիսանում էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որտեղ նախ և առաջ այդ անձնագրերը համապատասխանում էին այդ որոշման, երկրորդն էլ վերջապես որևէ փաստ չկա, բայց այստեղ ուրիշ բան։ Դուք ասում եք, որ քաղաքացի չեն հանդիսանում։ Լավ, բայց եկեք ենթադրենք, որ քաղաքացի ինչ-որ մեկը կա, արցախցի չի, և իրան անձնագրայինը սխալմամբ, թե սխալ մեկնաբանման որոշումը, թե մեկ այլ սխալի պատճառով, թե դիտավորմամբ չենք կարասում։ Շնորհում են պաշտպանության տակ գտնվելու կարգավիճակ։ Այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տալիս է նման կարգավիճակ։ Այդ դեպքում նման կարգավիճակի տրամադրումը բացառում է, այսինքն իրան զրկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության կարգավիճակից, թե չէ։ Հանցատեսական և մեթոդիկ բնութագրում դատարանում հայտնի դատարան, ես 14 սանի որոշումը վիճարկել է։ Ինչու՞։ 14 սանի որոշումը։ Չեմ վիճարկել, ինչու պետք է վիճարկել։ Ես չգիտեմ, այդ որոշումն է, որ տրամադրում է Չեք վիճարկել։
Չէ, չեմ վիճակի չկտել։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, այդ կարգավիճակի տրամադրումը քաղաքացիության, ես որպես քաղաքացի ընդհատել եմ այդ ժամանակում։ Ես ես հիշեցնում եմ, որ գնահատում ենք ընդհանրապես, ձեր սահմանահատելին արդեն։ Բայց ես որպես Ձեր սահմանահատելին գործողությունների իրավաչափությունները ձեր քաղաքացիության հարցը չեն կարգավորվում։ Եթե դուք գտնում եք դրամատուրգի առողջություն, եթե չգիտեք դա հարցը, դրա վերաբերյալ դիպլոմատիական իրականություն եւ դրական ճանաչում։ Բայց մեկ կողմից ընդհանուր ձեզ 24 թվականի մարտի 27-ին պետական սահմանը հատելու հարկերով գործողությունները Ես որպես հարցում եք պատասխան։ Հա, ես ունեմ հարց։ Ես ուզում եմ հասկանալ, այդ կարգավիճակը, որ տրամադրել է